Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է տվյալներ Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մասին հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածի համար։ Պարզվում է, որ այդ օրերին մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է փոշու բարձր կոնցենտրացիա, որը մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը։ Փոշու պարունակության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հոկտեմբերի 9-ին։ Այդ օրը վարչական շրջաններում, կենտրոնում, Նորնորքում, Շենգավիթում և Արաբկիրում փոշու մակարդակը գերազանցել է նորման 1,4-ից մինչև 4,7 անգամ։ Ամենախիտ փոշոտ օդը նկատվել է Նորնորքում 0,70 մգ. 1 խորանարդ մետրի վրա և Շենգավիթում 0,504 մգ, ինչը ըստ նախարարության թույլատրելի սահմաններից բարձր է համապատասխանաբար 4,7 և 3,4 անգամ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Շենգավիթում հոկտեմբերի 9-ի ցուցանիշը մոտ 11 անգամ գերազանցել է նախորդ օրվա տվյալը։ Նշվում է, որ հաջորդ օրերին փոշու քանակը սկսել է նվազել։ Բացի այդ, Նուբարաշենի աղբավայրի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-ից 12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից 1,7-ից մինչև 3,2 անգամ։ Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր, Կենտրոն, Նորնորդ և Շենգավիթ վարչական շրջաններում։ Հիդրոօթերոութաբանության և մոնիթորինգի կենտրոնը դեռ 2024 թվականին էր նախազգուշացրել մայրաքաղաքի օդում փոշու առավելագույն ցուցանիշների գերազանցման մասին։ Այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի աղտոտվածության նվազեցման 4-ամյա ծրագիր, իսկ քաղաքապետ Ավինյանը մայրաքաղաքում օդի աղտոտվածության մասին կարծիքները անվանել էր միֆ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ամռանն ու աշնանը Երևանում օդի որակի վատ լինելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Անկախ լուրերից, թե Երևանում ամառային աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում։ Սա ապացուցում են բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին և այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ, ասել է քաղաքապետը։ Ավինյանի խոսքով վիզուալ առումով շատ տեղերում շինարարությունը խնդիրներ է բերում, հետևաբար դեկտեմբերին ավագանու որոշումներն այնպես են կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման, որևէ տեսակի աղտոտում են բերում քաղաքին, խստորեն պատժվելու են։